Գիտենալն այլ է, սովորեցնելն այլ։ Մարդը կարող է գիտակ լինել, բայց իր ծով գիտելիքները չկարողանա փոխանցել լսարանին։ Մեկը դժվարանում է մտքերն իմի բերել ու ներկայացնել դասավորված հերթականությամբ լսողին ընկալելի։ Մյուսը խոսում է միատոն ու թմրեցնում լսողին։ Մեկ ուրիշը խոսում է դանդաղ կամ արագ, մյուսն էլ մեկ այլ կերպ է ձանձրացնում։ 5 պարտադիր կանոն գիտելիքը փոխանցելիս։ Առաջինը՝ լսարանը 40 րոպեից ավել չի կարող լսել, կամ եթե լսի, անարդյունք է լինելու։ Եթե թեման դրանից ավելին է, ուրեմն 5-10 րոպե դադար վերցրեք, կամ էլ ժամանակ առ ժամանակ մասնակից դարձրեք լսարանին հարց ու պատասխաններով։ Երկրորդ, երբեք մի մոռացեք չափավոր հումորի մասին։ Առանց հումորների ցանկացած գիտելիք հնչում է անբնական, քանզի մարդիկ ինչ էլ սովորեն, այդ ամենում հանդիպելու են հումորային իրավիճակների, ուստի թեման մատուցելիս արդեն իսկ ցույց տվեք, որ այն արդիական է եւ առօրյայում պիտանի է լինելու։ Երրորդ, արհեստական ոչինչ մի արեք։ Ձեր խոսքը մի դանդաղեցրեք, ոչ էլ արագացրեք արհեստական կերպով։ Խոսեք այնպես, ինչպես խոսում եք։ Լսողը կլսի, չլսողը չի լսի, բայց իբր իրենց հասկանալի լինելու համար արհեստական դանդաղ խոսելը կամ ժամանակի մեջ տեղավորվելու համար արհեստական արագ խոսելն անարդյունք է դարձնում գիտելիքը։ Չորրորդ, խոսեք չափավոր ժեստերով։ Վիզուալ շարժ ապահովեք, այլապես մեկ կետին նայելը ուղղակիորեն քնեցնում է մարդկանց։ Եվ 5-րդ, խոսելիս օգտագործեք հետաքրքիր օրինակներ։ Ցանկալի է ծանոթ լինեք լսարանին, որպեսզի միառժամանակ կարողանաք օրինակներ բերել ներկաների մասնագիտական թեմաներից։ Լսարանը պետք է զգա, որ դուք հարգում եք իրեն եւ չեք ձանձրացնում։ Արհեստական կերպով չեք փորձում կատարել քայլեր, որոնք ձերը չեն, եղեք բնական։ Իսկ եթե ոչ, ապա դուք գուցե հրաշալի մասնագետ եք, բայց ոչ ուսուցիչ։